Ապրիլյան քարոզիա պատերազմի արդյունքում հայկական կողմը պաշտոնական տվյալներով ունեցավ 92 զոհ և 125 վիրավոր։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով կարճատև պատերազմի ընթացքում վիրավորված կամ զոհված զինծառայողների ընտանիքներից դեռևս ոչ ոք չի դիմել պետության կողմից նախատեսված աջակցությունը ստանալու համար։ Պետությունը դեռևս միայն նրանց ուղարկավորման ծախսերն է կատարել։ Գործող օրենսդրության համաձայն մարտական գործողությունների ժամանակ զոհվելու և վիրավորվելու դեպքում պարտադիր պետական աջակցություն պետք է ստանա զոհի ընտանիքն ու վիրավորումից հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողը։ Օրենքով սահմանված կարգով զինծառայողի ընտանիքի միանվագ ապահովագրական գումարի չափը զոհվելու դեպքում կազմում է 2 միլիոն, վիրավորվելու դեպքում 1 միլիոն դրամ։ Պայմանագրային և ժամկետային զինծառայողների համար պետությունը նախատեսում է տարբեր պայմաններ։ Սպայական կազմի զինծառայողի պարագայում, այսինքն սպայական կազմը վերաբերում է, արդեն գիտենք, սպայական կազմի զոհված զինծառայողներն, ովքեր պայմանագրային ծառայության մեջ են եղել, այդ գումարը կկազմի մոտավորապես 250,000 դրամի կարգի, իսկ սպայականից բացի պայմանագրային կազմի այլ զինծառայողների պարագայում եւ պարտադիր կկազմի շուրջ 200,000-ի կարգի։ Ամսական։ Հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար գործում է ապահովագրական պետական համակարգ։ Առաջին խմբի հաշմանդամների տրամադրվում է 500,000 դրամի չափով միանվագ ապահովագրական գումար, երկրորդ խմբին 400,000, երրորդ խմբին 300,000 դրամի չափով։ Ինչպես նշված հաշմանդամ դարձած զինծառայողները օգտվում են օրենքով սահմանված կարգով անվճար բուժում ստանալու իրավունքից։ Զոհված զինծառայողների ընտանիքների համար նախատեսվում է ամենամյա պարգևավճար, յուրաքանչյուրին 30,000 դրամի չափով։ Զոհվածի ընտանիքի անդամները միշտ կարող են ստանալ անվճար բուժօգնություն, սակայն պետության կողմից նշված աջակցությունների մի մասը ժամկետային բնույթ են կրում։ Օրինակ երեխաները այդ գումարը կստանան մինչև 18 տարին լրանալը, ասեցի ցերեկային արկաուսուցմամբ սովորողների պարագայում մինչև 23 տարին լրանալը, կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած ծնողները, ամուսինը կամ հաշմանդամ ճանաչված ծնողները եւ ամուսինը, բնականաբար ցմահ կամ հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը սեփական ուսումնասիրությունները օրինակ բերելով վստահեցնում է, որ թշնամու գնդակից զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքները պետության կողմից նախատեսված աջակցությունը լրիվությամբ ստանում են։ Պետք է նշեմ, որ սահմանին զոհված զինծառայողների դեպքերով կենսաթոշակների այդ նախատեսված չափը գործում է եւ ես չգիտեմ ընտանիք, որը չի ստանում մինչեւ այժմ ինչ որ տեղի էր ունեցել։ Նախորդ տարվա դեպքերը ես մասնավորապես կարող եմ նշել։ Հիմա այսօրվա այս հայտարարությունները, սրանք ընդհանրապես հայտարարություններ են, որոնք պետք է օրենքի ուժ ստանան եւ կարգավորվեն օրենքով, որպեսզի այդ մարդիկ ստանան։ Պաշտպանության նախարարության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները նշեցին նաև, որ կամավորական սկզբունքով մարտի դաշտում հայտնված զոհերն ու վիրավորները պետական աջակցություն չեն ստանում, բայց հավելեցին, կառավարությունը նախատեսում է ծրագրեր ստեղծել նաև նրանց ընտանիքների համար։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը զոհված կամ վիրավորված կամավորականների համար աջակցության իր տարբերակն է առաջարկում։ Վարչապետը թող իր դղյակը վաճառի ու նվիրի ամբողջ գումարը կամավորականներին, այ դա կարող է անել, թող մեր աչքի առաջից վերացնի իր այն աննկարագրելի մեծության առանձնատունը եւ նվիրաբերի այդ գումարները կամավորականներին, որոնք փրկել են իր եւ իր կոլեգաների կյանքը, այսպես ասեմ, այլ պաշտոնատար անձանց կյանքը։ Սոսե Բաղդասարյան, Մարաթ Հովհաննիսյան, Առաջին լրատվական։